շարունակում ենք ուրիշ նորությունները եւ իհարկե այսօր կարող ենք ասել, որ 3, այսինքն փոքրինչ անցյալում մնաց մարտի 8-ը, բայց ոչ այդպես չէ, մեկնարկեց կանանց մի ամսյակը, իսկ դա նշանակում է, որ մենք կունենանք այս մեկ ամսվա ընթացքում առիթներ անդրադառնալու այս գեղեցիկ տոնին, մեկ ամսյակին եւ դրան նվիրված միջոցառումներին։ Եվ հիմա ունենք տաղավարում հյուր, ում հետ կխոսենք մի շատ հետաքրքիր նախաձեռնության մասին, որի մեկնարկը ազդարարվեց տոնին մեկ օր տոնին ընթառաջ մարտի 7-ին։ Այս պահին մենք հյուրընկալել ենք Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ, շնորհակալ ժամանակ տրամադրեցիք մեր զրույցին։ Հետաքրքիր ցուցահանդես է բացվել Երևանի կանայք ժամանակի դիմագծեր։ Այս խորագրով, որը ըստ էության երևի ոչ միայն ուղղակի ցուցադրություն է լուսանկարների, այլև կնոջ, իսկ ավելի ճիշտ միգուցե հայ կնոջ էվոլյուցիայի հայելին է, այլ այդպես ասել։ Այո, նախ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին այս գեղեցիկ տոնի գարնանային զարթոնքի ուրեմն առիթով եւ մաղթելով ամենալավն ու բարին, ամենադրականն ու ջերմությունը։ Ինչ վերաբերվում է նախաձեռնությանը, ամեն տարի մեր թանգարանը տարբեր ձևաչափերով ներկայացնում է հետաքրքիր նախագծեր եւ միշտ կանանց տոների մեկամսյակի շրջանակում մենք փորձում ենք յուրատեսակ ցուցադրություններով հանդես գալ եւ սա հենց դրանցից մեկն է Երևանի կանայք ժամանակի դիմագծեր խորագիրը գրող ֆոտո ցուցահանդեսը, դա լուսանկարների ցուցահանդես է։ Մենք այն ուրեմն օգտվելով այն առիթից, որ մեր թանգարանում առկա է մեծ Երևան քաղաքի վերաբերյալ լուսանկարներ, ֆիլտրեցինք այն լուսանկարները, որտեղ պատկերված է կինը, սկսած 19-րդ դարի վերջից մինչև խորհրդային շրջան, իսկ այն հատվածը, որը պետք է ներկայացնել այսօրվա Երևանը, դրա արդյունքում համագործակցեցինք ուրեմն հայ լուսանկարիչներ ազգային ասոցիացիայի հետ եւ ուրեմն նախատեսեցինք, որ ուղարկվի բաց ուրեմն մասնակցության հրավերներ այն բոլոր լուսանկարիչներին ժամանակակից, ովքեր այսօր նկարում են քաղաքը, կանանց, եւ մենք ունեցանք 15 ժամանակակից լուսանկարիչներ, որոնք ուղարկեցին շուրջ 200 լուսանկարից մենք ընտրել ենք ընդամենը 60-ը, որտեղ ներկայացված է կինը այսօրվա կերպարով, բայց մեր քանի որ հիմքում դրված էր ազգայինից այն տարազներով, այսինքն հին լուսանկարներից անցումը դեպի խորհրդային շրջան եւ այսօր կարծում եմ շատ հետաքրքիր կոնցեպտով է ստացվել հայեցակարգով ցուցադրությունը, որովհետեւ ուզում ենք ընդգծել, թե կինը ինչ դեր է կատարել լուսանկարների միջոցով ժամանակին եւ այսօր դրանց նայելով տեսնելով մեր այցելուները ինչ կարող են զգալ եւ կարծում եմ այն բավականաչափ հաջողվել է։ Ուրեմն ասեմ, որ քանի որ 19-րդ դարի վերջում Երևան քաղաքում, հին Երևանում, այսպես ասած, չկային լուսանկարչատներ եւ կար մի հայտնի Լեոն լուսանկարչատունը, որը հիմնականում Թիֆլիսում էր տեղակայված եւ պարբերաբար գալիս էր Երևան եւ երևանցիները շատ սիրում էին լուսանկարվել ընտանիքներով, իրենց ուրեմն խնամքով պահած հագուստներ իրենց կեստապահարաններում, այդ 1800-ականների վերջում, 17-րդ դարի վերջ եւ տաղավարներում, գիտեք ինչքան լուսանկարչությունը ինչ էվոլյուցիա է ապրել այն ժամանակից մինչեւ այսօր եւ ինչպես էին տաղավարները ձևավորում, մենք այդ կաբինետ պորտրետներ տենց ուրեմն կար լուսանկարչական ձևաչափը, որով լուսանկարվում էին եւ բնականաբար դրան հիմնականում տոհմիկ ընտանիքներն էին շատ առավել սիրում լուսանկարվել, այն անվանի ընտանիքների ուրեմն ընտանիքները, որով լուսանկարվում էին եւ դրան հաջորդեց, ես ուզում եմ ասենց փոքրիկ անդրադարձ կատարել լուսանկարչությունը եւ Երևանը դրա թեմային, քանի որ օրինակ բուլվարում, որ այսօրվա Շահումյանի հրապարակից միջև Հանրապետության հրապարակի տարածքն է ընդգրկում, այդտեղ անգամ կային շրջիկ լուսանկարներ ժամանակին եւ նաեւ խորհրդային շրջանում նույնպես հանդիպում ենք, իսկ արդեն ավելի ուշ շրջան
շրջանում, խորհրդային շրջանում ֆոտոկոմբինատներ են, չէ, բավականաչափ ստեղծվում, բացվում քաղաքում, Միսակյան, Խանոյան, որ Աբովյան փողոցում էր հայտնի տեղակայված դալանի, այո, եւ շատ լուսանկարչատներ այդ ժամանակ նկարում էին ընտանիքներ, կանանց, եւ մենք փորձեցինք ինչ որ կար մեր հավաքածում ներառել եւ ցուցադրել։ Շատ հատկանշական է, որ այսօրվա Երևանը մեր լուսանկարիչները ներկայացնում են տարբեր ձևաչափեր։ Օրինակ մենք կհանդիպենք ցուցադրության մեջ լուսանկարների, ինչպես Երևանի մետրոպոլիտենում կինը կամ սուրճը ձեռքին կամ ռոլիկներով կամ հեծանիվով, շներով զբոսանքը, որը որ երբ որ sense հայացք գցես, կտեսնես, որ այն ժամանակ ավելի ֆոտոները, լուսանկարները ավելի, այսպես ասած, զուսպ էին, պաստանովոչնի, այսինքն տենց ավելի ոնց որ տաղավարային հատուկ մշակված եւ գիտեք ինչքան էր ժամանակին չարչարվում մութ սենյակներում, դրանց այսպես ասած որ լույս չտեսնի, նկարում են եւ չէին իմանում օրինակ եթե աչքերը թարթած չէ եւ այլն, իսկ այսօր գիտենք մեզ անգամ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս ինչ ձևաչափով գեներացնել, այո, կենթանացնել, անգամ վիդեո սարքել լուսանկարի միջոցով եւ ամեն դեպքում թանգարանային հավաքածուները մշտապես մեծ աղբյուր են, որ կարող ենք օգտագործել եւ իր նպաստը բերել եւ դրանց միջոցով ներկայացնել հանրությանը։ Իսկ բնականաբար կինը մշտապես եղել է լուսանկարիչների առհասարակ նկարիչների, արտիստների բոլորի համար ոգեշնչման աղբյուր եւ կարծում եմ, որ կանանց դերը այդ հասարակության մեջ, մեր իրականության մեջ մշտապես կարևորվել է եւ մենք առանձին ցուցադրական վահանակ ունենք, որտեղ ներկայացնում ենք խորհրդային շրջանի ամենահայտնի մշակութային կին գործիչներին Սիլվա Կապուտիկյանը, Մետաքսիա Սիմոնյանը, ջութակարուհի ուրեմն Արաքսյան եւ մի խոսքով շատ տարբեր լուսանկարներ կան, պորտրետներ, որոնք լուսանկարվել են եւ դրանք ներկայացնում են այդ ժամանակի ամենահայտնի գեղեցիկ կանանց, այո։ Գեորգ, գիտեք ինչ հարցում եմ, տեսեք, մարտի 8-ը մենք հաճախ մենք արդեն վաղուց այն տոնում ենք որպես գեղեցիկ սերին, ասենք այդ օրը մեր սիրտը, մեր սերը ցույց տալու կամ փոխանցելու համար, բայց չմոռանանք պատմության մասին, Կլարա Ցետկինի, Ռոզա Լյուքսեմբուրգի եւ այլն կանոջ էմանսիպացիան, այսինքն իրավունքների հավասար իրավունքների պահանջները եւ այլն, այդ լուսանկարները, որոնք պահպանվել են այդ արխիվում, այդ անցումը զգացվում է, ինչպես է կինը փոխվել, էմանսիպացվել Հայաստանում, կոնկրետ Երևանում, օրինակ այդ, չգիտեմ, հանդերձանքից կարող է երևալ, էլ ինչ որ փոքրիկ այլ դետալներից դեմքի արտահայտությունն է։ Այո, հենց ժամանակի, այո, երևում է ինչպես է, հագուստը կամաց բացվե եւ այլն։ Բնականաբար, հենց էքսպոզիցիան սկսում է ամենահին շրջանի լուսանկարներից, որոնք տարազներով են, ավելի համեստ, իրենց դեմքի արտահայտությունները շատ ավելի խորհրդավոր եւ ընդհանուր տաղավարային լուսանկարներ են, այո, ավելի, այո, եւ դրան հաջորդում է, այսպես ասած, խորհրդային եւ այսօրվա ոնց որ լուսանկարները, որ բնականաբար այդ անցումը ժամանակի ընթացքում երևում է եւ մենք հենց խորագիրը պատահական չենք դրի, այսինքն այստեղ խաղարկային բանալի բառեր են Երևան, կին, ժամանակ, դիմագծեր, որոնց միջոցով մենք ցանկացած ուրեմն խորհրդավոր կերպով կկարողանանք բացահայտել այդ կանանց, որովհետեւ օրինակ սովետական շրջանում մի շարք ունենք, որտեղ ներկայացված է կինը արտադրությունում, օրինակ կոմբինատներում, տեքստիլ արդյունաբերություն, ժամացույցի գործան, որ աշխատում են պատերազմի շրջանում, երբ որ տղամարդու ուժը աշխատուժը պակասել էր, այո, մուրճով կանանց էին պատկերում եւ այլն։ Այո, մենք ունենք հին լուսանկարներ արխիվային, որտեղ անգամ անվադողերի գործարանում կանայք են աշխատում, այդպիսի լուսանկարներ ունենք ցուցադրած։ Ես ինքս շատ զարմացել եի, որ տեսել եմ, որովհետեւ այդ այսպես ասած տարազային ավելի համեստ, խոնարհ լուսանկարներին հաջորդում է հենց խորհրդային շրջանի այդ աշխատող կնոջ, օրինակ հայտնի ունենք մի բժշկուհու լուսանկար Իպսիմե Սինանյան, ով որ ամբողջ սովետական միության ժամանակ հայտնի որպես այն բարի բժիշկն է հանդիսացել,
բժշկական տիտղոսը եւ ստացել է մրցանակ։ Շատ պատմություններ մենք ինքներս ենք հիմա բացահայտում եւ այդ կնոջ լուսանկարը որպես բժշկուհի ներկայացրած է, ուրեմն որ կարողանանք մենք փորձել բացահայտել ցուցահանդեսում ներկայացված կանանց կերպարները, շատ տարբեր պատմություններ են դրանց հետ կապված եւ հետաքրքրականն այն է, որ մեզ թվում է մենք գիտենք ամեն ինչ, բայց երբ որ սկսում ենք ուսումնասիրել, բազմաթիվ իրողություններ ես բացահայտում, որ կապված է հենց կնոջ կերպարի գեղեցկության հետ, որովհետև նայեք, եթե տարազային լուսանկարներին հաջորդում է այսօրվա, բայց մեջտեղում մենք դրել ենք նաև եվրոպական հագուստներով, քանի որ նայեք ավելի երիտասարդ սերունդը 20-րդ դարասկզբին երիտասարդները նախընտրում էին հագնել եվրոպական նորաձև հագուստներ, ոչ թե տարազներ, բայց օրինակ այսօր մեր իրականության մեջ բավականաչափ փոխվել է եւ այդ տարազային զարդամոտիվները ժամանակակից վերադառնում է եւ կտեսնենք ջինսե տաբատների հետ օրինակ համադրում են արծաթե գոտիները, որոնք նախկինում տարազի համալիր է կազմել կամ այդ քունքակախիկները, այսինքն նորաձևությունը բնականաբար այնպես որ ասում ենք մոռացվածին է, այո, նորից կրկնվում է, բայց այդ լուսանկարները այն բացառիկ վավերագրերն են պահպանված, որոնց միջոցով մենք կարող ենք հետայաց գցել եւ հասկանալ ինչպես է այդ ամենը փոփոխվել։ Մի կողմից Ներողություն ես պատկերացնում եմ ինչ զարմանք կապրեին, մեր նախնիները դարի սկզբին, անցյալ դարի սկզբին, երբ որ տեսներ, որ մի աղջիկներ իրենց պապիկների բաճկոններն են հագնում, նրաները մի քիչ մեծ։ Մի կողմից տեսնում ենք կնոջ էվոլյուցիան 19-րդ դարի վերջից մինչև մեր օրեր, բայց ես մի հետաքրքիր բան դուք ասացիք, որ քաղաքից քաղաք էին գնում լուսանկարվելու համար, այսինքն այստեղ երևի թե սխալ է մեղադրել այն կանանց, մասնավորապես ովքեր մեկ ճաշի ընթացքում 150 հատ սելֆի կամ ճաշացանկի լուսանկարներ ունենում, այսինքն լուսանկարվելու պահը հավերժացնելու ցանկությունը մարդու մոտ, կնոջ մոտ եղել է միշտ։ Այս առումով թերևս ոչինչ չի փոխվել։ Այս առումով չի փոխվել բնականաբար, բայց եթե նայենք տարբեր լուսանկարիչներ, մենք տեսնենք այսպիսի, ուրեմն այն ժամանակ քիչ են օրինակ այդ ուտեստների, սեղանների շուրջ լուսանկարներ ավելի շատ ընտանիք, քանի որ դա դժվար process էր եւ բոլորով հավաքվում էին, այո, մեկ լուսանկար ունենալու, որոնք պատմություն են, չէ, դարձել։ Այ հետաքրքրական է, օրինակ ասոցիացիայի նախագահի հետ մենք որոշել ենք օրինակ ապրիլի 7-ին կազմակերպենք դասախոսություն, քանի որ լուսանկարիչներից շատերը նաև փորձագետներ են եւ իրենք տան իրենց գնահատումը եւ կներկայացնեն այսօրվա այդ ինքնանկարների, սելֆիների գաղափարախոսությունը եւ դրանք քան որ հոգեբանական որոշակի տարեր կան, այդտեղ գերիշխում են անձանց մոտ եւ ինչու են մարդիկ օրը մի քանի անգամ ինքնանկար սելֆիներ անում եւ դրա մասին մենք ունենալու ենք այս ցուցահանդեսի շրջանակում մի հետաքրքիր դասախոսություն, ինչպես նաև մի դասախոսությամբ ուրեմն ներկայացնելու ենք կանանց կրթությունը հին Երևանում, քանի որ օրիորդաց բազմաթիվ դպրոցներ են գործել եւ տղամարդիկ եւ կանայք բնականաբար առանձին են սովորել եւ Ռիքսիմյան գիմնազիայի Գայանց օրիորդաց դպրոցի բազմաթիվ ցուցանմուշներ արխիվային պահպանվում են մեր թանգարանում եւ այս մեկամսյակի շրջանակում ուզում եմ հատկապես նշել, որ մենք մի քանի դասախոսությունների շարք ենք ունենալու նույնպես ընդգծելու եւ բացահայտելու այսպես ասած հին Երևանի կանանց թե կրթության եւ իհարկե այսօրվա այդ սելֆիների գաղափարախոսությունը, որը այսօր ամենուր է, օրինակ ժամանակակից լուսանկարիչների շարքում մեծ տեղ է զբաղեցնում նաեւ հին երևանյան շենքերի եւ դռների մոտ լուսանկարները, չգիտեմ ինչի, շատ մենք մեր անձն աչքով էլ տեսնում ենք, չէ, երևի երեկոյան, որ ինչքան են երիտասարդ աղջիկները լուսանկարվում այդ հին շենքերի Սև Տուֆակերտ Պուշկինի, Աբովյան Արամի փողոցների խաչմերուկներում շատ են լուսանկարվում եւ առանց այդ շարքի չէր կարա այսօրվա Երևանը լիներ ներկայացներ, այո։ Իսկ անձամբ ձեզ համար ցուցահանդեսի շրջանակներում որը եղավ ամենամեծ բացահայտումը։ Տենց չեմ կարող առանձնացնել, քանի որ երբ որ արդեն հավաքածուի բովանդակությունը ուսումնասիրում ենք, բազմաթիվ լուսանկարներ կան, որոնք
պարզ չեն, հստակ չեն, օրինակ չի գրված լուսանկարիչ է, որ թվականի է, եւ մեր հետաքրքիր է, որ օրինակ մեր այս ցուցադրության գլխավոր ազդագրի լուսանկարում պատկերված մի օրիորդ, որի մասին ոչ մի տեղեկություններ չկա, բայց շատ գեղեցիկ լուսանկար է, եւ կարծում եմ, որ մեր գիտաշխատողների եւ ֆոնդապահների մոտ պիտի առաջանա այն զգացումը, որպեսզի սկսենք ուսումնասիրել այդ բոլոր լուսանկարները, քանի որ դրանց միջոցով մենք նոր շատ բաներ ենք բացահայտում, էլի, թե հագուստների, թե թվագրման, որտեվ շատ լուսանկարներ կան, որ հեղինակները անհայտ են, եւ լուսանկարները շատ լավն են, բայց ցավոք սրտի չի պահպանվել, թե ով է լուսանկարը, ով է պատկերված, կա օրինակ աֆրիկյան տոհմի մի գեղեցկուհի կին, շատ եվրոպական երեկոյան հանդերձանքով, այո, գեստով, որ սենց հետ հայացք ենք գցում, հասկանում ենք, որ ինչպես կարելի էր Երևանում այդ ժամանակ նման հագուստներ կրել, քանի որ ստանդարտացման այդ մեր ժամանակի մեջ շատ հիմնականում մուգ հագուստներ են եղել եւ լուսանկարները սև ու սպիտակ են, այո, եւ ինչպես է եղել այդ, այսինքն մենք հիմա չենք պատկերացնում գունագեղ կյանք այդ ժամանակվա։ Դա ասեմ, հին նկարների մեջ վատի չկա, որովհետեւ մարդիկ երկար պատրաստվում են մինչեւ չխկացնել ապարատը, ինչպես հասկացանք, եւ կա այդպիսի հայտնի կատակ, չէ, այն ժամանակ ասում են ժապավենի այդ կոճի մեջ պայմանական 10 կադրեր, սկսենք նրանից, որ ժապավենը պատված էր արծաթի ձուլ, այսպես լուծույթով, արծաթ պարունակող, այսինքն ինքնիրենով թանկարժեք բաներ կադրը, հետո իհարկե նրան փոխարինում գտան ինչ-որ ուրիշ քիմիական լուծումներ եւ այլն, բայց ինչեւ է, ուզում եմ ասել, այն ժամանակ ասում են 10 կադրեր կոճի մեջ, 10-ից 10-ը լավ լուսանկար էին, հետո էվոլյուցիայի ընթացքում հետո չգիտեմ, դարձավ 36, էլի 36-ից 10-ները լավ է մնացածը չստացված էին, հետո մեր ժամանակներում, օրինակ, չգիտեմ, 10,000 կադրից եմ 10-ը լավը, մնացածը անհաջող է ստացվում, ու հիմա ինչ է չխկացնում ես թվային։ Երբ ուզում ջնջում ես։ Հա, երբ ուզում ես ջնջում ես, կարող ես խմբագրել եւ այլ, բայց այդ ժամանակ ռետուշել էին, շատ բարձր կարգի, ուզում ասել լուսանկարիչը ոչ միայն մարդերով որ չխկացնում է եւ դասավորում է ամեն ինչ, այլ նաեւ հետո մշակում է լուսանկարը։ Գևորգ, ընդհանուր խոսենք մի քիչ թանգարանի մասին, որքանով են պահոստում պահպանվող ցուցանմուշները թույլ տալիս թարմացնել, հա, ընդհանուր թանգարանի ներկայացվելիք, հա, նյութը, որովհետև այդ խնդիրը կա ամբողջ աշխարհում թանգարանների։ Իհարկե կա Էրմիտաժ, կա Լուվր, որոնց պահոցները այնքան լեցուն են, տարիներ, տասնամյակներ կարելի է թարմացնել, նոր բաներ, էքսպոզիցիաներ կազմակերպել կամ ներկայացնել, բայց ինչևէ, ուզում եմ հասկանալ, օրինակ Երևանի պատմության թանգարանի դեպքում ինչ պարբերականությամբ կարող եք նոր բաներ ցուցադրել, որպեսզի գրավիչ եւ հետաքրքիր դարձնեք այցելուների համար, որովհետեւ հասկանալի է, չէ՞, դե հիմա ինչ կար գտել ենք, հասկանալի է, որ շարունակվում են ինչ-որ որոնման աշխատանքներ, բայց դրանք այդքան ակտիվ ի հայտ չեն բերում նոր բաներ մեր պատմության հետ կապված, այնպես չէ, որ մի մեծ ծավալի պեղումներ են կազմակերպվում կամ չգիտեմ, անձնական մասնավոր կոլեկցիաներից են ինչ-որ նմուշներ ի հայտ գալիս։ Այնուամենայնիվ այդ խնդիրը կա, մի քիչ կուզենայի ներկայացնել։ Այո, շնորհակալ եմ, շատ արդիական հարց եք տալիս, որը որ վերաբերում է, ինչպես դուք նշեցիք, տարբեր համաշխարհային թանգարանների հավաքածուներում պահպանվող բոլոր այդ թանգարանային նմուշներին, առարկաներին, որոնց միջոցով փորձում ենք հանրությանը, առհասարակ փորձում են հանրությանը ներկայացնել հետաքրքիր պատմություններ։ Մեր թանգարանում պահպանվում է շուրջ 80,000 թանգարանային առարկա, բայց ասեմ, որ մեր ֆոնդերը շատ բազմազան են, քանի որ քաղաք են ներկայացնում եւ քաղաքի պատմություն։ Մենք ունենք հնագիտական, ուրեմն հավաքածու, դրամագիտության եւ ֆիլատելիայի հավաքածու, ազգագրական, քաղաքային կենցաղի վերաբերվող առարկաներ, մենք ունենք ֆոտո-ֆոնո լուսանկարչական մեր հավաքածու, գրավոր աղբյուրների, ուրեմն տարազի, տեքստիլի, ամբողջ այս հավաքածուները տարբեր պահոցներում են ըստ նյութի, ջերմաստիճանի առանձնացրած, հուն
ունենք արտադրական ցուցանմուշներ, այսինքն դրանք բազմաթիվ տարբեր են, բայց ես այստեղ պետք է կարևորեմ ստեղծագործական միտքը այդ հավաքածուները ներկայացնելու։ Օրինակ, այսօր աշխարհում ընդունված է, օրինակ կարող են ընդամենը 3-4 առարկա թանգարանային վերցնել եւ դրա շուրջը կառուցել ցուցադրություններ։ Մեզ մոտ օրինակ մենք մեծ հսկական պղինձի ազգագրական առարկաների ֆոնդ ունենք, պղինձի առարկաների, որը երբևիցե չի ցուցադրվել։ Մենք ունենք կերպարվեստի հավաքածու, շատ հետաքրքիր լավ ուրեմն նկարներ, գրաֆիկա, քանդակ, որոնց մի մասն է ցուցադրվել Երևանը պատկերող, քանի որ մեր այդ թեմատիկ թանգարան է եւ Սարյան, Բաշինջարյան այն հայտնի ամենալավ կերպարվեստի որպես գործեր ունենք, բայց զուգահեռ ունենք նաեւ շատ աշխատանքներ, որոնք էլի ուսումնասիրված չեն, թե անհայտ հեղինակները այստեղ շատ են, պետք է հասկանալ։ Ուզում եմ ասել, որ բացի այն, որ խնդիրը կա, որ պետք է ուսումնասիրել նախ այդ ամենը, եւ մյուս տեսանկյունից պետք է ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր ցուցադրություն, միջոցառում կազմակերպելու, դրանց բովանդակությունը այնպես ներկայացնելու, որտեղ այսօր այս թվային դարում շատ դժվար է այցելուների ներգրավել ցուցադրությունների, եւ մենք փորձում ենք այնպիսի բովանդակություն, կոնտենտ մշակենք, որը հետաքրքիր կլինի այցելուների համար։ Այդ առումով այո, շատ կարևոր է ինչպես կարողանանք մենք մատուցենք հանրությանը։ Ես կարող եմ ասել, այո, շատ բաներ կան, որ ամենահայտնի, օրինակ լուսանկարներից, որ նայենք այն ամենահայտնի Աստաֆյան փողոցը, Արամի փողոցը, լուսանկարները շատ կան, մենք շատ աջակցում ենք, տրամադրում ենք բոլոր կազմակերպություններին, հետազոտողներին, ովքեր զբաղվում են այդ ուրեմն Երևանի պատմության թեմաների ուսումնասիրմամբ եւ հանրահռչակմամբ, բայց երբեմն կան բաներ, որ մենք ինքներս չգիտենք եւ դա ունի մեծ ուրեմն պահանջարկ։ Վերջերս օրինակ մեզ նամակ էին գրել եւ հարցնում էին անում Երևանում ինչ հաց է օգտագործել։ Նայ, քաղաքային մշակույթում թոնիրներ շատ չեն եղել Երևան քաղաքում եւ այսօր էլ նենց չի, որ պահպանված է Երևան քաղաքի ամենահին թոնիրը։ Եթե մենք նայենք Աբովյանի հայտնի ուրեմն տանը այնտեղ կա թոնրատուն, իրենց Գերդաստանի, բայց դա քանաքեռի հատվածն է, որը որ ավելի ուշ է միացել Երևանին եւ գյուղական, այսպես ասած, համայնք է նախապես եղել։ Քաղաքային կենցաղում օրինակ հացը մեզ էլ հետաքրքիր, ինչպես են, ինչ հաց են օգտագործել, եթե թոնիրներ քաղաքում չի եղել, ինչ են թխել։ Օրինակ տարբեր ուրեմն առնչվում ենք տարբեր հարցերի հետ, որ դրանք հետաքրքիր է, ինչպես ժամանակին հին Երևան, օրինակ 19-րդ կամ դրանից ավելի վաղ, ինչ հաց են, ինչ հացատեսակ են օգտագործել։ Չնայած օտարերկրյա ճանապարհորդները շատ ներկայացնում են Երևանը իր բազմապիսի այգիներով եւ այլն, այստեղ առանձնացնում են տարբեր խոհանոցային ուրեմն մոտեցումները, ինչ մրգատեսակներ են եւ այլն։ Ես կարող եմ ասել նաեւ այսքանին զուգահեռ շատ հավաքածուներ անսպառ ուսումնասիրման աղբյուրներ են, որովհետեւ ինչքան էլ մենք ասենք ամեն ինչ բացահայտ է, այն ամենահայտնի բաներն են բացահայտված ուսումնասիրված, բայց բնականաբար կան ուրեմն ոլորտներ, կան հավաքածուների այնպիսի առարկաներ, որոնք շատերը շատ մարդիկ չգիտեն եւ ավելի նեղ հետազոտողներն են դրանք ուսումնասիրում, հասկանում եւ մենք փորձում ենք դրանք ավելի հետաքրքիր գիտական աշխատանքներ ընթանում են մշտապես, հա։ Այո, մենք ունենք գիտական բաժինը, որը ուսումնասիրում է բնականաբար Երևանի պատմության առնչվող ուրեմն բազմապիսի թեմաներ եւ ուզում եմ նաեւ օգտվելով առիթից նշել, որ մեր թանգարանի 95-ամյակն է լրանում այս տարի եւ մենք հոկտեմբերի 1-2-3-ին կազմակերպում ենք Երևան քաղաք եւ պատմություն ուրեմն միջազգային գիտաժողով, արդեն ուղարկել ենք հրավերներ, բազմաթիվ մեծ հետաքրքրություն կա տարբեր ուրեմն ուսումնասիրողների կողմից, անգամ ռուս ազգի հետազոտողներ են ուղարկել, օրինակ լուկերը Երևանում հետաքրքիր թեմա, որ երբևէ ոչ մեկի մտքով չի անցնի, օրինակ առաջի լուկը կամ երբ է դրվել, ինչ պատկերներ կան այդ ճուգունի ուրեմն դրանց վրա, դրանք թաքստոց են, թե եւ այլն, այսինքն սկսել ենք ստանալ այդ բոլոր ուսումնասիրությունները, абստրակտները, որոնք որ կամփոփենք եւ կհրատարակենք արդեն տարեվերջին, բացի դրանից հավաքածուների մասով նշելով, ես ուզում եմ առանձնացնել մի հետաքրքիր
նաև գաղափար, որ ուզում ենք ներկայացնել 95 առարկա, որ պատմում են Երևանի պատմությունը, սենց մի պատկերագիրք ենք նախատեսում, էլի նվիրված մեր թանգարանի 95-ամյակին, եւ այստեղ բնականաբար հավաքածուները ընտրելիս մենք փորձում ենք այդ 95 առարկաները համ լինեն կենցաղային, համ ամենայն հայտնիները, համ դասականը, որտեվ մենք միակ թանգարանն ենք գրեթե, որ ունենք մեծ կահույքի հավաքածու, կահույքի ֆոնդում առկա են բազմաթիվ ուրեմն սպասքապահարաններ, զգեստապահարաններ, սեղաններ, աթոռներ, որոնք պատկանել են նաև հայտնի մարդկանց, Մուսինյանցին, որպես քաղաքապետ եւ գինեգործ։ Մի խոսքով ընտրում ենք հիմա այդ փուլում ենք, որ 95 լավագույն առարկա, որ մեր հավաքածուում է առկա եւ դրանք պատմեն հետաքրքիր պատմություններ։ Հետաքրքիր է ինչ սկզբունքով եք բաժանում ցուցանմուշները, որովհետեւ տեսեք այո, շատ բարդ է, որ թանգարանում ներկայացվի այս կամ այն հետաքրքիր իրը կամ չգիտեմ ցուցանմուշը էքսպոզիցիաները բնականաբար տեսեք Երևանի թանգարանն էլ կարող է հավակնել Հայաստանի պատմության թանգարան։ Երևանի թանգարանի հավաքածուն ասեմ, որ հիմնական հնագիտական ուրեմն թանգարանային առարկաներ են։ Այո, մրցակից կարող ենք դիտարկել Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն, որտեղ իրենց հավաքածուն ավելի մեծ է, որը ներառում է ամբողջ հայոց ուրեմն լեռնաշխարհը, հայկական լեռնաշխարհը, տարբեր ուրեմն մասունքներ արևմտյան Հայաստանի քաղաքներից, հնագիտական հուշարձաններից այսօրվա եւ ինչպես նաեւ խորհրդային եւ այդ պատմական, ուրեմն կուսակցական, քան որ այնտեղ մի մաս է կազմել ժամանակին հեղափոխական թանգարանը, որ իրենց հավաքածուի մի մասն է, եւ շատ հավաքածուներ կան։ Մերը ավելի նեղ քաղաքային մասը, քաղաքային կենցաղը ներկայացնող, որ մշտապես հետաքրքիր է ինձ թվում է այցելուների համար եւ իհարկե, բայց կարելի է ժամանակաժամանակ փոխանակել, չէ՞, երևի մի քիչ այնտեղից ման բերել է այդ դրանք միջթանգարանային համագործակցություններ են, այո, բնականաբար կան եւ մենք համագործակցում ենք մեր գործընկեր թանգարաններն, օրինակ այս առումով այս ցուցահանդեսի շրջանակում մենք համագործակցել ենք գրականության եւ արվեստի թանգարանի, օրինակ բազմաթիվ լուսանկարներ, հայտնի մտավորական կանանց մեզ մոտ իսպար բացակայում են եւ մենք դիմեցինք մեր գործընկերների օգնությանը մեզ տրամադրել դրանց մի քանի թվային տարբերակները, որպեսզի մենք մեր այսպես ասած կոնցեպտը չխախտվի եւ իրենք մեծ հաճույքով, այսինքն դա թանգարանների միջև մի այնպիսի համագործակցություն է, որ բնականաբար փոխանակում ենք առարկաները ցուցահանդեսների համար։ Որքան էլ հաճախ մենք ասենք, որ Երևանը Հռոմից հին է, որ բավականին աշխարհի կտրվածքով հին մայրաքաղաքներից է, մենք դեռ շատ բան ունենք բացահայտելու մեր քաղաքամար Երևանի մասին եւ իդեպ անդրադառնալով հացին, անցած տարի մենք առիթ ունեցանք այցելելու այսպես անհամեստ չթվա իմ հայրեն հայոց լեզվի ուսուցչուն, ով այսօր արդեն 86 տարեկան է եւ նա պատմեց, որ մատնաքաշ հայրը հացը իր հայրն է ստեղծել եւ երբ որ ինքը հացթուխ է եղել պատվիրել են նոր հաց ստեղծել, նա ստեղծել է վերջում այսպես մատներով, այո, ես էլ եմ այդ պատմությունը, բայց դա խորհրդային շրջանի մատով քաշած, այսինքն եւ դա նշանակել է հողագործություն, ակոսներ, մարդը մեկնաբանել է, օքսենտանել անունը։ Այ հարցեր կան, օրինակ դա խորհրդային շրջանի այդ 1920-30-ական թվականներին 40-ական, բայց դրանից առաջ օրինակ հացի ինչ տեսակներ են եղել, ոնց են թխել վառարաններում, թե օջախներում, ինչ ձևաչափով չորացրել են լավաշները, այսինքն շատ հետաքրքիր պատմություններ կան, որոնք տարբեր ազգագրագետներ հավաքել են եւ դրանք դեռ այսպես ասած հասանելի չեն հանրության համար։ Ես ուզում եմ հարցնել, իհարկե մենք ինքներս երևանցիներս եւ ոչ միայն շատ դեռ իմանալու բաներ ունենք, իսկ օտար երկրից զբոսաշրջիկներին առհասարակ հետաքրքրում է Երևանի պատմության թանգարանը։ Զարմանալիորեն մենք ունենում ենք զբոսաշրջիկների, չեմ կարող ասել, որ որպես նախկինում այդպես ավտոբուսների խմբերով մեծ գալիս էին, հիմա կարծես թե տենդենսը փոխվել է եւ շատ զբոսաշրջիկներ ինքնուրույն են ճանապարհորդում եւ այդ կազմակերպված туриզմը գրեթե բացակայում է, եթե չհաշվենք մի քանի բացառիկ դեպքեր մեծ կոնֆերանսների, գիտաժողովների մասով, մեզ մոտ անդադար պարբերաբար լինում են ուսապարկով անգամ այցելուներ,
զբոսաշրջիկներ, հիմնականում ռուսազգի, իրանցիներ, եվրոպական տարբեր երկրներից եւ հետաքրքիրն այն է, որ այո, նման մարդիկ սիրում են բացահայտել քաղաքի պատմությունը, բայց եթե ես վերցնեմ ինձ վրա, ես նույնպես, երբ որ այցելում եմ տարբեր եվրոպական երկրներ, ես անպայման իրենց քաղաքի պատմության թանգարանը պիտի այցելեմ, քան որ երբ որ դու տեսնում ես իրենց քաղաքի պատմության թանգարան ու այդ ամասոր ժամանակակից հիմա այդ քաղաքում ես, շատ այդ կոնտրաստը եւ էվոլյուցիան զգում ես, թե ինչ է փոխվել, ինչից ինչ է եղել։ Այսինքն քաղաքային թանգարանները մեծ նշանակություն ունեն ամբողջ աշխարհում եւ դրանք հիմնականում պատկանում են հենց քաղաքապետարանների ենթակայությամբ գործող թանգարաններ են, որոնք ցենց լույս են սփռում մայրաքաղաքների կամ քաղաքների տնտեսության առնչվող կենցաղային, հոգեվորական տարբեր առումներով, որոնց միջոցով այցելուները կարող են բացահայտել բազմաթիվ, օրինակ նման ձևաչափով Պրահայի թանգարանը, հենց Հռոմի քաղաքի թանգարանը ու շատ Բրատիսլավա քաղաքի թանգարանը։ Մենք կարող մտածում ենք, որ ինչ պատմություն պիտի ունենան, բայց դրանք իրենց քաղաքների պատմություններ են, որոնք հավերժացրել են հենց իրենց հավաքածուների միջոցով եւ որոնք հասանելի են այցելուներին։ Ընդհանրապես, երբ ասում ես պատմության թանգարան, հաջորդ բառը ինչ որ մտքիդ գալիս է, դա հնությունն է։ Այո։ Իսկ ժամանակակից ինչ տեխնոլոգիաներ եք օգտագործում, ավելի գրավիչ, ավելի նույն զբոսաշրջիկների ներգրավելու համար, եւ ընդհանրապես ինչ դեր է խաղում ժամանակակից տեխնոլոգիաները։ Հին ճրճրացող հատակը, չէ, լռությունը մի տեսակ եւ այլն։ Այդպիսի զգացողություններ բնականաբար երևի ունենում են մարդիկ այդ բառերի լսելու ընթացքում, բայց քան որ մեր թանգարանը հենց քաղաքապետարանի կողքի հատվածում է եւ բավական նոր շենք է, մենք փորձում ենք այստեղ տարբեր թվային տեխնոլոգիաներ կիրառենք, ունենք մի հետաքրքիր մակետի անիմացիա, որ արդեն արդիական չի ու նախատեսում ենք այն փոխարինել, ունենք մի կտավի ուրեմն անիմացիան տարբերակ, որ ինչպես են կառուցել Երևանը, այսինքն անիմացիա է խորհրդային Երևանի շենքերի կառուցման, դա էլ է հնացել եւ այսօրվա իրականության մեջ, ինչպես նշեցի, այս chat GPT-ների եւ տարբեր ուրեմն տեխնոլոգիաների կենթանացումները մի փոքր թանգարաններում դժվարություններ են մտցնում, քան որ այցելուները կարող են իրենց մարդիկ առհասարակ իրենց էկրաններով, իրենց հեռախոսներով ամեն ինչ տեսնել։ Պետք է այնպես մտածածին ուրեմն իրականացնել, որ այստեղ չտուժի եւ հավաքածուն եւ հետաքրքիր պատմություն պատմի։ Այդ storytelling գաղափարը շատ այսօր արդիական է, թե ինչ ձևաչափով պատմես, մատուցես, հրամցնես այցելուին ամենահետաքրքիր ուրեմն պատմությունը քո թանգարանի, այսինքն ասելիքը ինչ ես ուզում դրանով ասել։ Եվ դա ասեմ, որ շատ բավականին լուրջ մասնագիտական խնդիր է եւ ունի մեծ ներուժ համ ազդելու հասարակության կերտման, ձևավորման համար, միևնույն ժամանակ չվնասելու։ Ես օրինակ կարող եմ ասել, երեք օրինակ սոցիալական ցանցերում որ թերթում է, տեսա շատ թանգարաններ, գրադարաններ թվային տարբերակներով իրենց ուրեմն հավաքածուներից բացիկներ էին սարքել եւ կենթանացրել էին եւ նման ձևաչափով էին շնորհավորում կանանց մեկ ամսյակը, որը բնականաբար հետաքրքիր գաղափար է, բայց լավ, այս տարի այս ընթացքում հետագայում ինչ չափով ենք այդ ամենը անելու։ Պետք է դրա համար շատ զգուշավոր լինել, քան որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը արվեստում, առհասարակ մշակույթում մեծ ուրեմն կարևորություն ունի չվնասելու այն ամենը։ Հա, բայց այսօր արդեն առանց դրա չի ստացվում։ Բայց միևնույն է, կենթանի այցելությանը ոչինչ չի փոխարինի։ Բայց ժամանակակից սերունդին նաև այդ ամենը ներկայացնել եւ հրապուրել, դա նույնպես շատ դժվար է։ Շատ դժվար է, օրինակ ես երիտասարդներից խոսում, ասում եմ, այդ ձանձրալի է։ Ինչ կա, դա ասում եմ, լավ է, քիչ կմեծանաս, կզգաս, ես քաղաքի անբաժան մաս լիարժեք, երևակայք սկսես հետաքրքրվել։ Գևորգ, մենք ունենք մի քիչ ժամանակ, եթե մենք խոսեցինք ներկայումս եղած ցուցահանդեսի մասին, բայց առաջիկայում եթե ինչ որ հետաքրքիր պրոյեկտներ արդեն, հա, ձևավորվել են, որպես
իրականացվելիք, հա, խնդրեմ Այո, դրա ինչպես մասին նշեցի, քանի որ հոբելյանական տարի է մեր թանգարանի համար եւ մենք բարբերաբար տարբեր միջոցառումներին անդրադառնում ենք։ Հիմա այս մինչեւ ապրիլի 7-ը կմնա այս ցուցահանդեսը, որին կհաջորդեն տարվա ընթացքում բազմաթիվ դասախոսություններ։ Մենք պատրաստվում ենք արդեն թանգարանների միջազգային օրվա եւ թանգարանային գիշերային ակցիային, որը հայտնի է, եւ մենք այդ օրը բազում ունենում ենք եւ զբոսաշրջիկներ եւ պարզապես այցելուներ, որ հազիվ ենք փակում թանգարանի դուռը ժամը 12-ից 00-ին։ Հիմա աշխատում ենք այդ բովանդակության վրա, ես դեռ չեմ բացի ճակերտներ, այսպես ասած, դրան կհաջորդի, որ ամառային, ուրեմն ամիսների ընթացքում նախատեսում ենք Իմ Երևանը թանգարանում մի ամառային դպրոց, անցած տարի փորձնական կազմակերպել ենք եւ մեծ ողջավորությամբ ընդունվեց դպրոցահասակ երեխաների համար եւ նրանց ծնողների եւ տարբեր ձևաչափերով, ուրեմն դպրոցականները մեզ մոտ ուսուցանում են, սովորում են հնագիտություն, քաղաքի պատմության հետքերը, գորգի փազլներ եւ այլն, նկարում են Երևանը։ Մի խոսքով շատ հետաքրքիր ամառային դպրոց է սպասվում հուլիս եւ օգոստոս ամիսներին, որ կկազմակերպենք։ Դրան կհաջորդի արդեն եվրոպական ժառանգության օրերը, այսպես միասնական ակցիային կմիանանք եւ մեր գիտաժողովի ուրեմն կպատրաստվենք, կներկայացնենք գիտաժողովը Երևան քաղաք պատմություն խորագրով, որտեղ կբացահայտենք բազմաթիվ հետաքրքիր պատմություններ եւ գիտական ուսումնասիրություններ Երևանին առնչվող եւ այսպես նոյեմբեր-դեկտեմբերին ամիսներին նույնպես որոշակի միջոցառումներով կսկսենք ամփոփել տարին, այսինքն թվում է թե սենց ընդհանուր շատ անելիքներ կան, բայց այդ ժամանակն էլ այնպես է անցնում, որ գրեթե հազիվ ենք հասցնում առօրյա գործերին զուգահեռ իրականացնել մի քանի մասշտաբային նախագծեր, որոնց միջոցով ապրեցնում ենք, փորձում ենք կենթանացնել թանգարանային ցուցադրությունը եւ առհասարակ մեր թանգարանը։ Իսկ ընդհանրապես լինում են արտագնա կամ դուրս հանվում է ցուցահանդես։ Մենք նախատեսում ենք նաեւ 3 շրջիկ ցուցահանդես Չինաստանի 3 քաղաքում, որը կմեկնարկի մայիսից, հունիսից եւ այդ հավաքածուն կգա հետ դեկտեմբերին 3 տարբեր քաղաքում 3 ամիսով կգնա մեր հավաքածուն շուրջ 130 թանգարանային առարկաներ, որոնք պատմում են Հայաստանի որպես Երևանը մայրաքաղաք պատմությունը, որտեղ այլազգիների, հատկապես չինացիների համար շատ հետաքրքիր է ուսումնասիրել, ներկայացնել եւ մենք այդ փորձ ունենք, արել ենք 1-2 տարի առաջ նման ցուցահանդեսների ֆորմատ եւ այս տարի եւս այդ 3 ցուցահանդեսը միջազգային կիրականացնենք այնտեղ չինական 3 քաղաքում։ Շնորհակալություն, որ եկաք։ Մեր հյուրն էր Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Կորբելյանը։ Զրուցեցինք ներկայիս, ապագայի եւ նաեւ ինչու ոչ անցյալի մասին։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 7-ը։ Մինչեւ ապրիլի 7-ը թանգարանում գործելու է ցուցահանդես լուսանկարչական աշխատանքների, որտեղ կտեսնեք Երևանի կանանց էվոլյուցիան, հա, լուսանկարների շարքում եւ առասարակ էլի ինչ որ հետաքրքիր բաներ, որոնք անպայման նախատեսում է յուրաքանչյուր սեզոնին թանգարանը, մի խոսքով գնացեք Երևանի պատմության թանգարան։ Եվ այնտեղ տեղում համար առաջին այցելությունն է լինելու վստահ եմ։ Ես հարցում արեցի մինչև այսօրվա մեր զրույցի ընկերների շրջանում, ասում եղել եք Երևանի պատմության թանգարանում 10-ից 2-ը։ Այո։ Մնացած 8-ը չեն եղել։ Եվ տեղն էլ չգիտեն շատերը։ Չէ, տեղը գիտեն, հասկանալի է, բայց այնուամենայնիվ ժամանակ չեն տրամադրել, չգիտեմ, այցելել թանգարանը եւ սեփական կարծիք ունենալ։ Շնորհակալություն, որ եկաք, ձեր գործերին հաջողություն, մենք բարբերաբար կհանդիպենք այստեղ եւ կզրուցենք, թե ինչ նոր թարմացումներ կան թանգարանում։ Շնորհակալություն, որ այստեղ եք։